Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 19-րդ հերթական նիստը։ Նոյան Դաբանի հետքը Արարատ Մասիսի վրա իրականություն կամ առասպել։ Պաշազադեն գրգին հայադյաց ելույթ ունեցած է, Դատևիկ Հայրաբեդյան։ Արցախը գոյություն չունի, հայացքն Արցախին, Արթուր Սահակյան։ Ադրբեջանը լայնածավալ մշակութային ցեղասպանություն կգործե, թիրախ դարձնելով նաև Ազնավուրի գիսանտրին, Հովիկ Ավանեսով։ Արարատյան գյուղերը լիովին ծաղկած են քարնան քունակեղ պատկերով։ Արցախի բարի pedagogan համույթը համերգ ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ։ Շարլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը մեծարանք հայ ժողովրդի սիրելի երգիչին։ 2025 թվականի մայիս 21-ին դեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 19-րդ հերթական նիստը։ Նիստը նախագահեց ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Քննարկվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական միջոցառումներու բացճ կազմակերպման հարցը։ Նախադեсված է առաջիկային կազմակերպել առցանց հանդիպում Zoom հարթակի միջոցով, ուր պիտի քննարկվին պաշտոնական ելույթներու ընթացակարգերը զանոնք համագարկված եւ արդյունավետ դարձնելու նպատակով։ Օրագարկի հաջորդ կարևոր նյութը կվերապերեր Մերձավան համայնքի դպրոցի մեջ տեղի ունեցած աղմկալի միջադեպին, որ ներառած էր ուսուցիչներու, աշակերտներու եւ ծնողներու ներգրավվածությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները նիստի ընթացքին արտահայտեցին իրենց դիրքորոշումները եւ կարծիքները։ Որոշվեցավ, որ ազգային ժողովի գրթության հանձնաժողովը պատրաստ է դեղեկատվական նյութ դեպքի մասին, որ պիտի հրապարակվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական գայքեջին մեջ։ Արարատ Մասիս լերան շրջակայքը գտնված Նոյան Դաբանի նման ձևավորումը դասնամյակներ կգրավե զբոսաշրջիկներ եւ գիտնականներ։ Այդ վայրը բացահայտած է Իլհան Դուրուբնարը 1959-ին օդային լուսանկարներու միջոցով։ Լուսանկարին մեջ նավի նման ուրվագիծը առաջացուց լայն քննարկումներ, բնական է թե հնագիտական։ 1960-ին աշխարհի եկեղեցիներու միությունը ուսումնասիրեց տարածքը եւ գտավ ուղղանկյուն կառույց համընկնող Աստվածաշունչի Նոյան Դաբանի չափերով։ 1980-ականներուն ամերիկացի հետազոտող Ռոն Ուայթ ռադարով հաստատեց, որ անիկա Նոյան Դաբանն է, թեև հարցը վիճելի է։ Արարատ Մասիսը հայկական հող է եւ այդ հիշողությունը պետք է դիտել իբր հայոց ժառանգություն։ Ժամանակակից տեխնոլոգիաներու գիրառմամբ կարելի է նոր հետազոտություններով բացահայտել այս առեղծվածային վայրի ճշգրիտ բնույթը։ Արարատ Մասիսը կրնա դառնալ գիտական եւ մշակութային կենտրոն։ Ադրբեջանական Դատևիկ Հայրաբեդյան դեղեկացուցած է, որ Ալիևի ելույթեն յետք Կովկասի մուսուլմաններու գրասենյակը նիստը կազմակերպած է Ալլահ Շուքուր Փաշազադեի գլխավորությամբ։ Ան ունեցած է հայադյաց եւ հակաքրիստոնեական ելույթը հայ արաքելական եկեղեցին ներկայացնելով իբրև սպառնալիք տարածաշրջանին համար։ Փաշազադեն մեղադրած է Էջմիածինը եւ Գիլիգիո կաթողիկոսությունը մշակութային յուրացման եւ խարտախ գործունեության մեջ։ Դատևիկ Հայրաբեդյան գոչ ուղղած է, որ այս դեպքը ստանա հստակ քաղաքական քննադատում հայ արաքելական եկեղեցու եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարության կողմէ։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրն է բեմադրիչ Արթուր Սահակյան։ Ան բազմիցս գտնված է Արցախ մանավանդ այն ժամանակ, երբ իր որդին գծարայեր իբրև ժամկետային զինվոր։ Արցախը իրեն համար սրբազան արժեք մնե, իսկ անոր գորուստը խորցավ։ Արթուր Սահակյան այն արվեստագետներն է, որոնք չեն լրեր, կխոսին յուրաքանչյուր ցավի մասին։ Անոր համոզմամբ պետք չէ աչք փակել այնպիսի երևույթներուն վրա, որոնք հագահայկական եւ գործանարար բնույթ ունին։ Շահնուր Վաղինագի Ազնավուրյան 101 տարի առաջ ծնած է Շարլ Ազնավուրը համաշխարհային երկարվեստի եւ հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչը։ 2021 թվականին իր գիսանտրին կանգնեցված էր Ստեփանագերդի մեջ իբրև հայ-ֆրանսական բարեկամության խորհրդանիշ։ Գիսանտրին դեղատրված էր Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին տարածքին մեջ։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բռնազավթումեն յետք այդ գիսանտրին ոչնչացված է։ Այս մշակութային ոճիրը գարդահայտ է Ադրբեջանի կողմէ իրականացվող ցեղասպան քաղաքականությունը։ Ներկայիս կսպասվի Ֆրանսիայի համարժեք արձագանքը ի պաշտպանություն Շարլ Ազնավուրի հիշադակին։ Արևմտյան Հայաստանի Արարատ լերան ստորոտներուն ցկվող գյուղերը մայիսյան քարնան հետ զարդարված են քունակեղ ծաղիկներով։ Վերջին օրերու արևոտ եղանակն ու արատ դեղումները այս շրջանը վերածած են իսկական բնության փառատոնի։ Այն տարածքները, որ ժամանակ հայության բնակեցված էին եւ այժմ կգազմեն այն շրջանները, որոնք Թուրքիո աղրի անունով կգոչվին, կհանդիսանան Արևմտյան Հայաստանի անբաժանելի մշակութային եւ բնական ժառանգություն։ Ձագաշատ բնությունը ոչ միայն բնաբանական արժեք մնե, այլև կենթանի հիշեցում այն կյանքին ու մշակույթին, որ երկար ժամանակ ծաղկած էր այս հողերուն վրա, մինչև օդար իշխանություններու կողմէ իրականացված բռնազավթումը։
Լոս Անջելեսի Ալեքս թատրոնին մեջ տեղի ունեցավ Արցախի բարի պետական համույթի պատմական համերգը գազմագերբված Armenia Fund կազմակերպության աջակցությամբ։ Սա խումբին առաջին պաշտոնական ելույթն էր Միացյալ Նահանգներու մեջ, որուն ներկա եղած են տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Նախաձեռնությունը համահունչ է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն, հասարակական գազմագերբության արտաքին մշակութային քաղաքականության ռազմավարության, որուն ծրագրերը նպատակ ունին պահպանել, տարածել եւ հանրահրճակել Արցախյան մշակույթը։ Հատուկ կարևորություն կդրուի մշակույթի քաղաքական նշանակության, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելով Արցախեն տեղահանված ժողովրդի ինքնության պահպանման, մշակութային իրավունքներու իրականացման եւ ժառանգության փոխանցման գործընթացին վրա։ Միևնույն ժամանակ արդեն տասնամյակներ շարունակ Թուրքիան համագարկված կերպով ոչնչացնե Արևմտյան Հայաստանի բնությունը, մշակութային ժառանգությունն ու հայկական ինքնությունը։ Ձարահատումներ, պատմական հուշարձաններու վերացումներ եւ բնապահպանական աղետները կներկայացնեն ահազանգը, որ գեղեցիկ տեսարաններու ետին տակնված է բռնություն, բնության եւ մշակույթի թեմ։ Մայիս 22-ին հայ ժողովուրդը, ինչպես նաև ամբողջ աշխարհը կհիշե եւ կմեծարե Շարլ Ազնավուրը, ֆրանսահայ լեգենդար երգիչը, երգահանը, դերասանը եւ մարդասերը։ Ծնած ըլլալով Փարիզի մեջ 1924 թվականին հայկական արմատներ ունեցող այս մեծ արվեստագետը դարձավ համաշխարհային երգարվեստի խորհրդանիշը, միևնույն ժամանակ միշտ պահելով իր կապը հայկական ինքնության եւ մշակույթի հետ։ Շարլ Ազնավուրը հայության ցավն ու հպարտությունը կհայտներ իր երգերով, խոսքերով եւ գործունեությամբ։ Ան ոչ միայն արվեստի մեծ թեմքն էր, այլև անխոնջ պայքարողը հայրու դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։